Ես միշտ ասել եմ, առողջապահության նախարարը պետք է լինի ազգային անվտանգության խորհրդի լիիրավ անդամ, որովհետև 3 հարցով առողջապահության նախարարը պետք է զեկուցի ազգային անվտանգության խորհրդին։ Առաջին, ազգի ընդհանուր առողջությունը եւ ինչքան զինվոր կարող ենք վերցնել իզեն։ Երկրորդ, ազգի առողջությունից ընդհանուր հանրային առողջությունից ելնելով ինչքան աշխատող կարող ենք ունենալ եւ ինչ պրոդուկտ կարող ենք տալ։ Եվ երրորդ, ծնելիությունը։ Այդ 3 խնդիրներից ելնելով առողջապահության նախարարը պետքա հուշի ազգային խորհրդին, որ տվյալ պատերազմում մենք հաղթել չենք կարող կամ տվյալ իրավիճակում մենք կարող ենք հաղթել։ Դա որոշակի լուրջ տվյալագիտությունը, դատաբեյսը, բազա է, տվյալների բազա, որի հիման վրա անալիտիկան ցույց կտա, մենք կարող ենք մտնել այդ ենթադրենք պատերազմի մեջ, թե ոչ։ Մենք կարող ենք գնալ ինչ-որ որոշակի տրանսֆորմացիաների, երկրի տրանսֆորմացիաների, թե ոչ։ Այ գիտական մոտեցումը սրանով է տարբերվում սիրողական մոտեցումից։